անկախության հիմքում 80-ականների վերջից սկսած, նաև բանակի հիմնադրմամբ, անկախության, պետականության ամրապնդմամբ այսօր առավել քան երբևէ շատ ավելի մեծ արժեք եւ նշանակություն է ստանում։ Հատկապես այն համատեքստում, որ հիմնադրվածը այնքան ամուր է եղել, որ այս իշխանության այս 8 տարիներին իրականացրած քայքայիչ գործողությունների նույնիսկ հետևանքով դեռևս պահում եւ պահպանում է իր նշանակությունը։ Պարոն Աբրահամյան, ըստ էության Աշոտ Նավասարդյանը մեծ տեղ է տալիս ազգայինին, ասելով, որ եթե օրինակ անկախ ես, բայց ազգային չես, դա այսպես ասած լավ չի։ Այսօր ազգայինը որքանով է պահպանվում Հայաստանում։ Հատկապես մեր նման փոքր երկրների համար, երկրի, որ անդրաշրջապակված է իր նկատմամբ թշնամաբար տրամադրված երկրներով, ազգային գաղափարախոսությունը բնականաբար շատ ավելի դեր նշանակություն ունի։ Այս դեպքում ազգապահպանման տեսանկյունից մշակույթ, կրոն, արժեքներ, որոնք հազարամյակներով պահել են եւ բերել են հասել են որևէ հանգրվանի, եւ այս տեսանկյունից պատահական չէ, որ դեռևս անկախությունից առաջ, երբ որ շատերը դեռ չգիտեին մեր համար ազգային նաև մեծ թվով հարցերի մասին, Արցախի մասին, հայոց ցեղասպանության մասին, կային մարդիկ, որոնք դրա համար պայքարում էին նաև ընդհատակյա, նույն Աշոտ Նավասարդյանը եղել է նաև սովետական շրջանում դեռևս ազգային միացյալ կուսակցության խորհրդի անդամ է եղել, հանրապետականի շատ հիմնադիր անձինք այն ժամանակ եղել է նաև Անդրանիկ Մարգարյանը, նաև կուսակցության ղեկավար է եղել, Ռազմիկ Զորաբյանն է եղել, կուսակցության նաև փոխնախագահ եղել ժամանակին, մարդիկ են, որոնք նույնիսկ սովետական շրջանում են ազգայինի եւ ազգային գաղափարախոսության համար պայքարել եւ անկախության շարժման տարիներից ի վեր այդ պայքարը նոր ձևով է ընթացել եւ բերել է Հայաստանի երրորդ հանրապետության նաև հիմնադրմանը։ Պարոն Աբրահամյան, արդյոք ՀԿ-ն պահպանեց այն, ինչը ստեղծվեց Աշոտ Նավասարդյանի կողմից, այն արժեքները, որոնք մեղադրանքներ են եղել նաև հանրապետականին, որ իր շուրջը համախմբել է մարդկանց, որոնք չեն կրել այդ արժեքները, եւ մենք տեսանք նաև 18 թվականից հետո, թե ինչպես է ՀՀԿ-ի շնորհիվ որոշակի բաների հասած մարդիկ ինչ արագորեն հիմա ընդունված այդ բառը ասել փախան ՀՀԿ-ից։ Իշխանությունը նման է նման իրավիճակներում, երբ որ մարդիկ անխուսափել է նաև պատեհապաշտների մարդկանց, որոնք նաև գաղափարազուրկ են, մոտ են գտնվում իշխանական եւ իշխանական շրջանակներին եւ այդ դեպքում նաեւ եզակի դրսեւորում չի եղել նաեւ հանրապետականի իշխանության տարիները, բայց երբ որ հետս նայում տեսնում ես թե ովքեր են անցել հանրապետականով առանցքային դեմքերը, կարևոր նաև Հայաստանի Հանրապետության համար նշանակություն ունեցող անձինք, ապա կտեսնեք, որ պետականության հետ առնչվող հիմնական ինստիտուտների, այդ թվում նաև զինված ուժերի կազմավորման, դրա ամրապնդման եւ կայացման process-ում կրկին բավականին մեծ դերակատարություն ունեցել հանրապետականի տարբեր գործիչներ, սկսած Աշոտ Նավասարդյանով, Վազգեն Սարգսյանով, Անդրանիկ Մարգարյանով, Սերժ Սարգսյանով, որպես այս պահին նաև գործող կուսակցության ղեկավար, եւ անկախ այն հանգամանքից, թե տարբեր տասնամյակների ընթացքում ներքաղաքական ինչ հորձանուտով է անցել Հայաստանի Հանրապետությունը, Հանրապետականը մշտապես փորձել է այն մոտեցումները, որոնք դրված են եղել նրա հիմնադիր հայրերի սկզբունքներով, միշտ էլ փորձել է պահպանել։ Այսօր էլ հանրապետականի պայքարի հիմքում այդ մոտեցումներն են, եւ եթե մենք այդ մոտեցումներով չշարժվենք, Հայաստանի Հանրապետության անկումը անխուսափել է լինելու։ Անկախ այն հանգամանքից, թե ով է այդ պահին իշխանության, ազգային գաղափարախոսությունը եւ այն սկզբունքները, որոնք դրած են դրա հիմքում, պետք է լինեն գերակա եւ առաջնորդեն ցանկացած կառավարություն։